Նախ եւ առաջ անհրաժեշտ է հասկանալ լավ աշխատակից սահմանումը։ Դրա համար պետք է ներդնել կատարողականի կառավարման համակարգ, որը թույլ կտա տվյալահեն, արդար ու հավասար պայմաններում հասկանալ, թե ովքեր են մեր լավագույն աշխատակիցները։ Դրանից զատ անհրաժեշտ է կատարողականի համակարգին գցել վարձատրության եւ փոխհատուցումների համակարգը, որը հնարավորություն կտա աշխատակիցներին հստակ պատկերացում ունենալ, թե ինչպիսի աշխատավարձային վերանայումներ կամ պարգևատրման ծրագրեր կարող են ակնկալել տարվա, կիսամյակի կամ եռամսյակի կտրվածքով։ Կարևոր է ունենալ տաղանդների կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա աշխատակցին հասկանալ, թե ինչպիսի կարիերայի աճ կարող է հավակնել եւ զարգացման պլան ընկերության ներսում։ Կարևոր է ստեղծել այնպիսի առողջ ու ապահով միջավայր, որտեղ աշխատակցի ձայնը լսելի է եւ վերջիններս վստահ կլինեն, որ ցանկացած իրենց կողմից բարձրացված հարց կստանա իր պատասխանն ու լուծումը։ Եվ իհարկե չմոռանանք, որ կարևոր է ունենալ ճկուն ընթացակարգեր, ճկուն աշխատանքային գրաֆիկ եւ հեռավար աշխատելու հնարավորություն։